Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին եւ այսպես Իրան-Իսրայել մեծ պատերազմը ստեղծան սկսվել է, Իսրայելը հարվածեց Իրանի կարևորագույն օբյեկտներին, պատճառելով նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների այսպես վնասազերծելով, զոհվեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Իրանի պատասխանը չուշացավ, երեք ամբողջ օրը Թել Ավիվ ուղղակի կրակի տակ էր, ինչ զարգացումներ են տեղի ունենում եւ այս ամենը ինչ սպառնալիք է նաեւ Հայաստանի համար, շատերն ահազանգում են Սյունիքին սպառնացող վտանգի մասին։ Սպասելի էր այն հարվածները, որ Իսրայելը հասցրեց Իրանին, որովհետև վերջին տարիների ընթացքում, հատկապես վերջինս 1 տարվա ընթացքում, մենք մեր հարցազրույցների ընթացքում ես եւ այլ փորձագետները, ինչպես Հայաստանից, այդպես էլ Սփյուռքից, բազմիցս ենք խոսել այս վտանգների մասին, որ Իսրայելը անընդհատ այդ լարվածությունը գրադուսը այդ լարվածության փորձում է բարձրացնել եւ Միացյալ Նահանգների օժանդակությամբ մի շարք այլ արևմտյան պետությունների օժանդակությամբ փորձի զսպել Իրանի այդ միջուկային զարգացման ծրագիրը, ինչպես նաև խաթարել այդ բանակցությունների գործընթացը, որը վերջին ամիսներին տեղի ունենում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ Եվ ինչ որ առումով իրենց մոտ դա հաջողվեց։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը նաև նրանում է, որ երբեմն տեսեք, Միացյալ Նահանգները այս վերջին իրենց հայտարարությունները ասում են, որ իրենք կապ չունեն այս ամեն ինչի հետ, որ իրենք տեղյակ էին, որ Իսրայելը պատրաստում է այդ հարվածները հասցնի, բայց իրենք չեն օժանդակել Իսրայելին, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, այդ օժանդակությունը եղել է, համաձայնությունը եղել է, որովհետև բանակցությունների գործընթացը կարծես թե իր ելքին չէր բերում, որովհետև Իրանը շատ հստակ իր նպատակների մասին խոսում էր, որ այդ միջուկային ծրագիրը խաղաղության է բերելու, տարածաշրջանում խաղաղություն է բերելու եւ նպատակը գլխավոր նրանում է, որ այդ խաղաղ միջուկային ծրագիրը Իրանը զարգացնի, ինչի հնարավորությունը յուրաքանչյուր պետություն ունի, եթե այդ ռեսուրսները իրեն թույլ են տալիս Եվ Իրանը, քանի որ ինքը հանդիսանում է որպես մեր տարածաշրջանում մեծ, հա, ավելի տարածաշրջան Կովկասյանը չէ, մերձավոր արևելք եթե վերցնենք, Իրանը հանդիսանում է որպես գլխավոր գործոն այս տարածաշրջանում, գլխավոր ակտոր, եւ իհարկե ինքը այդ հնարավորությունը, քանի որ ունի, ինքը փորձում է խաղաղ միջուկային ծրագրի զարգացումը իր պետությունում ունենալ, ինչպես դա այլ պետությունները նույն Իսրայելը օրինակ ունի։ Եվ սրան իհարկե դեմ են նույն Իսրայելին հիմնական գործընկերները, Միացյալ Նահանգները, մի շարք եվրոպական պետությունները, Մեծ Բրիտանիան, իրենք վախենում են, որ Իրանը կարող է ավելի հզորանալ մեր տարածաշրջանում, ավելի մեծ ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում, եւ քանի որ Իրանը սեմ կապեր ունի նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ, հետագայում այս երակը, եվրասիական երակը կարող է մեծ խնդիրներ առաջացնել այսօրվա աշխարհակարգին։ Այդ խնդիրները արդեն իսկ արկա են, մենք տեսնում ենք, որ դրա մասին խոսում են ինչպես Ռուսաստանը, այդպես էլ Չինաստանը, որ գործող աշխարհակարգը ինքը չի ներկայացնում բոլոր պետությունների շահերը եւ պետք է փոփոխություններ տեղի ունենան եւ ավելի արդար աշխարհակարգ պետք է ձևավորվի Եվ այս գործընթացում կարող է նաև իր ազդեցությունը հետագայում ունենալ Իրանը, եթե ավելի հզոր ինքը դառնա, եւ սրան է ուղղված, սրա դեմ է ուղղված առաջին հերթին այս բոլոր քայլերը, որ իրականացնում է Իսրայելը մի շարք այլ պետությունների օժանդակությամբ։ Այն հարցը թե որքանով սա երկարատև կարող է լինել, կարծում եմ կախված է 3 գործոններից։ Առաջինը այն է, թե Իրանն ու Իսրայելը որքանով են պատրաստ այդ երկարատև գործընթացներին, ինչպես Իրանը, այդպես էլ Իսրայելը, եթե մենք դիտարկենք իրենց ռազմական հնարավորությունները, կարծում եմ, որ պատրաստ են տարիներ շարունակ այդ երկարատև պատերազմին։ Երկրորդ գործոնը այն է, թե ներքին քաղաքականությունը ինչպիսին կլինի։ Տեսեք, հարվածներից հետո Իսրայելի ղեկավարությունը եւ վարչապետ հենց Բենյամին Նետանյահուն ինքը կոչեր արեց, որ Իրանում ժողովուրդը դուրս գա, իշխանափոխություն իրականացնի, բայց միջ այդ մենք տեսնում ենք, որ նույն Իսրայելում կան խնդիրներ այսօրվա վարչախմբի դեմ բողոքի ակցիաներ, մեծ թվով բողոքի ակցիաներ եւ այդ բողոքի ակցիաները առաջին տարին չի որ սկսվել են եւ այնպես չի որ Նետանյահուի դիրքերը ամրապնդված են շատ ուժեղ են իր պետությունում, այսինքն երկու պետություններն էլ ունեն որոշ խնդիրներ, բայց այս պարագայում կարծում եմ, որ Իսրայելի ներքաղաքական խնդիրները կարող են ավելի զգալի ազդեցություն, մեծ ազդեցություն ունենալ վարչախմբի քաղաքականության վրա, քան Իրանի։ Եվ երրորդ գործոնը այն է, թե ինչպես կարձագանքեն միջազգային գերտերությունները, Միացյալ Նահանգները, Եվրամիություն, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, մի շարք այլ պետություններ,
Եվ այստեղ մենք տեսնում ենք այդ գործընթացը արդեն իսկ օրինակ Չինաստանն ու Ռուսաստանը դատապարտել են միակողմանի հարվածները Իսրայելի կողմից եւ ըստ էության Իսրայելի քայլերը, որոնք ուղղված են այդ լարվածությունը մեր տարածաշրջանում ավելի մեծացնել, այսինքն մենք տեսնում ենք, որ մի շարք պետություններ արդեն իսկ դատապարտել են, մի շարք պետություններ, ինչպիսին են Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները, կարծես թե ուզում են չեզոք դեր պահպանել, բայց ակնհայտ է, որ չեզոք դեր չեն պահպանում եւ Իսրայելի կողմեն եւ այստեղ էլ է կախված թե այդ արձագանքը կլինի միայն դիվանագիտական եւ քաղաքական, թե այդ պետությունները նաեւ ռազմական օժանդակություն կիրականացնեն մի կողմը Իսրայելին, մյուս կողմը Իրանին։ Եթե այդ օժանդակությունը լինի, ապա մենք տեսնում ենք, որ բոլոր գործոնները կնպաստեն նրան, որ սա կարող է լինել երկարատև պատերազմ, բայց ես հուսով եմ, որ սա երկարատև պատերազմ չի լինի, որովհետև մենք սկզբում նաև խոսեցինք նրա մասին, թե ինչպիսի ազդեցություն ինքը կարող է ունենալ Հայաստանի եւ Կովկասյան տարածաշրջանի անվտանգության վրա։ Եթե ինքը լինի երկարատև պատերազմ, ապա ինքը բավականին բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, որովհետև մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին միայն Իրանն է կարծես թե անընդհատ խոսում նրա մասին, որ ոչ մի միջանցք չպետք է անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, բայց եթե այդ պատերազմը երկարատև լինի, եթե Իրանին հաջողվի ներգրավել այդ մեծ պատերազմի մեջ, ապա Իրանը չի ունենա այդ բավարար ռեսուրսներ, որպեսզի միաժամանակ պատերազմի Իսրայելի դեմ, միաժամանակ պաշտպանի իր անվտանգությունը մի շարք այլ պետություններից եւ նաեւ օգնական լինի Հայաստանի Հանրապետությանը։ Միջ այդ Ադրբեջանը մենք տեսնում ենք, որ այդ ռազմական վարժանքներ են անընդհատ անցկացնում, այսինքն Ադրբեջանը պատրաստում է հենց այսպիսի իրավիճակին, որ լարվածություն առաջանա տարածաշրջանում, որ Իրանը չունենա հնարավորություն ապահովի անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, որ մի շարք այլ պետություններ եւս իրենց ուշադրությունը սևեղեն այս գործընթացների վրա եւ Ադրբեջանի համար բացվի հնարավորություն, որպեսզի իրենք ճնշում իրականացնեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, այդ ճնշումը կարող է լինել քաղաքական, այդ ճնշումը կարող է լինել նաեւ ռազմական, լոկալ պատերազմ, օրինակ Սյունիքի մարզում, ինչի արդյունքում իրենք փորձեն իրականացնել այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագիրը։ Երեք նաև տեղեկություններ եղան, որ Ադրբեջանը, այսպես ասենք, թե բարձրացրել իր ավելի կոնկրետ փորձեմ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, տեղեկատվությունը նաև հաստատել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Հավանաբար այս լարվածության մեջ Ադրբեջանը փորձում է առաջին հերթին իր պետության անվտանգությունը ապահովել, որովհետև եթե դրոնները երկու պետությունների կողմից միմյանց դեմ են ուղղված Իսրայելի եւ Իրանի, չի բացառվում, որ նաեւ կարող է շեղումներ տեղի ունենալ, որովհետև սա IT տեխնոլոգիաներն են եւ կարող են շեղումներ տեղի ունենալ եւ այդ դրոնները հայտնվեն այլ պետության տարածքում, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվել։ Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ մի գործողություններ չի իրականացնում, որպեսզի անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ապահովի այս լարված իրավիճակում, միջ այդ Ադրբեջանը առաջին հերթին հենց այս գործընթացները ուղղված են դրան ապահովել իրենց պետության անվտանգությունը, բայց երկրորդ գործոնը այն է, ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի, որ այդ լարվածության արստիճանից կարող է Ադրբեջանը օգտվել եւ փոքր լոկալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ եւ այդ պատերազմը չի լինելու այնպես, որ գիտեք մի քանի օր առաջ Ադրբեջանը կնախազգուշացնի, որ սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի ուղղությամբ, իրենք դա անելու են ինչպես արեցին 2020 թվականի սեպտեմբերին, ինչպես դա տեղի էր ունենում 2022 թվականի մի քանի ռազմական գործողություններ տեղի ունեցան եւ ինչպես ցավոք սրտի դա տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, երբ էթնիկ զտումներ եղան Արցախում եւ Արցախը ամբողջությամբ օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Այսինքն ոչ մի նախազգուշացում չի լինելու եւ կարող ենք մենք ականատես լինել, որ մի անգամ էլ այդ ռազմական ուժը, որ օդը բարձրացվի Ադրբեջանի կողմից, կարող է ուղղորդվել հենց Հայաստանի դեմ։ Միջազգային մամուլը գրում է նաև այն մասին, որ Իրանը հնարավոր է հարվածի ԱՄՆ ռազմաբազաներին, սա որքանով է իրատեսական, խնդրեմ։ Սա իրատեսական է, բայց սա
բավականին վատ սցենար կարող է լինել նույն Իրանի համար եւ առաջին հերթին հենց մեզ համար, որովհետեւ եթե այդպիսի քայլերի դիմի Իրանը, սա կնշանակի, որ նաեւ այս կոնֆլիկտի մեջ ներքաշվում են, արդեն ուղիղ են ներքաշվելու Միացյալ Նահանգները, եթե Միացյալ Նահանգները ներքաշվեն, ապա այնտեղ կարող է աշխատել ՆԱՏՕ-ի այդ հոդվածները, որ եթե մի պետության վրա հարձակում է տեղի ունենում, ապա այլ պետությունները պետք է իրեն օժանդակեն, եւ սա կարող է բերել այդ ավելի մեծ պատերազմի ես չեմ ուզում ասել, որ այս ամեն ինչը կարող է հանգեցնել նրան, որ մենք տեսնենք ականատես լինենք երրորդ համաշխարհային պատերազմի, բայց եթե այդ գերտերությունները ներքաշվեն, ուղիղ ներքաշվեն այս պատերազմի մեջ, պատկերացնենք իրավիճակ, Միացյալ Նահանգներն են ներքաշվում, ես չեմ բացառում, որ դրանից հետո կարող է Ռուսաստանի ազդեցությունը այս ամեն ինչի մեջ ավելի մեծ լինել, Չինաստանի ազդեցությունը, այսինքն բավականին վատ սցենարով այս ամեն ինչը կարող է գնալ, դրա համար ես հուսով եմ, որ այնուամենայնիվ այդ տեղեկատվությունները իրենք չեն հաստատվի եւ Իրանը այդ հարձակումների, այդ քայլերին չի դիմի եւ կշարունակի նույն այս տեմպը, որ կա այսօր, մենք տեսնում ենք, որ Իսրայելը հարձակվում է օթային այդ օգտագործելով հարձակվում է Իրանի վրա, Իրանը հարձակվում է Իսրայելի վրա, սա կտևի մի քանի օր, ես հուսով եմ եւ կողմերը ինչ որ համաձայնությանը կգան։ Այս իրականության մեջ երեք Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ֆորումի, որի շրջանակներում խոսում է, որ Թուրքիայի հետ իրենք ուղիղ եւ ամենօրյա կապի մեջ են եւ նախատեսվում է առաջիկայում իր այցը Թուրքիա։ Խնդրեմ։ Արդեն հաստատված է, չէ՞, տեղեկատվությունը, Ամեն դեպքում Արմեն Գրիգորյանն անվտանգության խորհրդի քարտուղարը հաստատել է։ Հա, դե կարծում եմ գաղտնիք չի, որ արդեն երկար ժամանակ է, որ ուղիղ կապի մեջ է գտնվում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, այդ մասնակցում են նաև հանդիպումներին տարբեր տեղի ունենում եւ այդ գրքի շնորհումը, որ թե ինչպիսի ուրախությամբ էր այդ գիրքը Էրդողանի վերցրել ձեռքը Նիկոլ Փաշինյանը, կարծես չգիտեմ, շատ հայտնի ինչ որ պատմաբանի գիրքեր կամ փիլիսոփայի գիրքեր, որը ինքը ամբողջ իր կյանքի ընթացքում փորձում էր ձեռք բերել, ոչ մի կերպ չէր հաջողվում եւ այսպես իրավիճակ ստեղծվեց, հնարավորություն եղավ, որպես այդ գիրքը տիրանա, ինքը նաեւ այդ գրքին այս մարդը մենք տեսնում ենք, որ ինքը ես չգիտեմ, գուցե պատերազմից ընդառաջ կամ պատերազմից հետո, բայց իր մոտ ինչ որ այդ վախը, շատ մեծ վախ է առաջացել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս վախը, տարբեր կարծիքներ կան, գուցե ինքը վերբոբկայի է ենթարկվել եւ գտնվում է ուղիղ ազդեցության տակ այդ երկու պետությունների, գուցե պատճառը այլ է, որ չգիտեմ գումարով են իրեն գնել, ինչ որ գումար են տալիս, ինքներ իրականացնում է տարբեր ծրագրեր, գուցե ինքը իր քաղաքական այդ աշխարհաքաղաքական էությամբ ավելի մոտ է թուրքական աշխարհին, քան Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովելու խնդիրներին, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այն նույն նարատիվները, այն նույն ծրագրերը, որոնք տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ Անկարայից եւ Բաքվից հնչել են, տեսեք նույն եկեղեցու դեմ այս պայքարը, որ իրականացնում է, այնպես չի, որ առաջին տարին է սա, այդ այդպես կոչած Թավշյա հեղափոխությունից հետո իրենք փորձում էին իրականացնել, չհաջողվեց եւ հիմա նորից են փորձում իրականացնել հարձակումները եկեղեցու նկատմամբ, նույն Արցախի նկատմամբ այդ ծրագիրը սկզբից խոսում էին, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, բայց վերջը մենք տեսանք, որ Արցախը ճանաչեցին Ադրբեջան եւ վերջ դարձավ սա։ Սրանով իրենք հազարամյակներ շարունակ, որ մեր հայությունը ապրում էր Արցախում, ուղղակի վերջնակետ դրեցին եւ մենք չգիտենք թե երբ կհաջողվի մեզ նորից անվտանգություն ապահովել մեր հայրենակիցների, որ իրենք կարողանան վերադառնալ Արցախ, որը կլինի հայկական, այլ ոչ թե այլ պետության օկուպացիայի տակ կգտնվի։ Մի խոսքով ասածս այն է, որ Նիկոլ Փաշինյանը այն ծրագրերը, որ ինքը այսօր իրականացնում է, իրենք համապատասխանում են ուղղակի գրեթե 100%-ով համապատասխանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Թե ինչու է պատճառը, որ ինքը այդ ծրագրերը իրականացնում է, պետք է իրավապահ մարմիններ այս հարցերով զբաղվեն, բայց իրավապահ մարմիններն հայտնվել են ուղիղ ազդեցության տակ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա մենք այս ցիկլի մեջ ենք գտնվում, մեկը Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության տակ է գտնվում, մյուս մարմինները, որ պետք է ապահովեն մեր պետության անվտանգությունը, իրենք գտնվում են այդ մարդու ազդեցության տակ, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության տակ է, եւ այս ցիկլի մեջ մենք այս 7 տարի է գտնվում ենք։ Եվ ցավոք սրտի դեռևս մեզ չի հաջողվում դուրս գալ այս ցիկլի մեջից։
Եվ սրան զուգահեռ տեսնում եք ամենակեղտոտ արշավը, որ իրենք իրացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, սա ինչի դրսևորում է, մինչև անգամ մանկապղծության ամենակեղտոտ հայախառն գրառումներն անելով։ Նաև Նիկոլ Փաշինյանը խումբ է ձևավորում, նոր կաթողիկոս են իրենք ուզում ընտրել, ինչի կտանեն իրենք։ Տեսեք, ինչպես նշեցի, սա առաջին տարին չի, որ իրենք սկսել են այս արշավը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, սա իրենք դեռևս այդ Թավշյա հեղափոխությունից հետո փորձեր եղան, փորձեցին գրավել նաև վեհարանը, բայց չհաջողվեց իրենց մոտ դա, չհաջողվեց այդ կարգախոսը նոր Հայաստան, նոր կաթողիկոս իրականացնել, եւ կարծես դրանից հետո ինչ որ ժամանակ իրենք հետ կանգնեցին այս ծրագրից, բայց վերջին շրջանակներում մենք տեսնում ենք, որ նորից վերսկսում են այս ծրագիրը, ավելի ագրեսիվ են մոտենում այս հարցերին եւ փորձում են դա կյանքի կոչել։ Այնուամենայնիվ ես պետք է նշեմ հետեւյալը։ Առաջինը, այս մարդիկ, ովքեր սկսել են այդ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, իրենք որևէ առնչություն հայ առաքելական եկեղեցու հետ չունեն։ Այս մարդիկ ոչ կիրակնօրյա պատարագի են մասնակցում, ոչ վստահ են, որ Աստվածաշունչ են երբևիցե բացել եւ կարդացել, գուցե շատերը նաեւ մկրտված չեն եւ վստահ են, որ այս մարդիկ ուղղակի որևէ առնչություն չունեն հայ առաքելական եկեղեցու հետ։ Ավելին, կան տեղեկատվություններ, ես չգիտեմ որքանով են դա համապատասխանում իրականությունը այդ տեղեկատվությունները, բայց ամենայնիվ կան տեղեկատվությունը, որ այս մարդիկ աղանդների ներկայացուցիչներ են, աղանդական ինչ որ սեկտաների հայտ մասնակիցներ են եւ սա է խնդիրը գուցե նաեւ, որ իրենց այդ աղանդը այնքանով է լցված իրենց մեջ, որ իրենք դա փորձում են նաեւ արդեն մեր հայ առաքելական եկեղեցու դեմ հանել։ Երկրորդը այն է, որ տեսեք 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կոնտրոլը իրականացնել բոլոր մարմինների դեմ։ Պարլամենտը Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ է, ուրեմն ազգային ժողովը, պարլամենտը, կառավարությունը եւ դատական ինստիտուտը նաեւ։ Այսինքն այդ երեք գլխավոր ինստիտուտները, որոնք պետք է անկախ լինեն ըստ մեր սահմանադրությանը, երեքն էլ գտնվում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ վերահսկողության տակ։ Նիկոլ Փաշինյանը կարող է մի հատ SMS ուղարկել եւ падգամավորը հրաժարվում է իր մանդատից։ Նիկոլ Փաշինյանը կարող է WhatsApp-ով մի հատ SMS ուղարկել եւ որը նախարար հրաժարվում է իր պաշտոնից։ Այսպես է աշխատում։ Սա տիպիկ տոտալիտար պետության կամ ավտոկրատ պետության, որը ձգտում է դեպի տոտալիտարիզմ, այդ պետության նշումներն են, սիգնալներն են։ Ես ցավում եմ, որ մեր հայրենակիցները չեն տեսնում այս սիգնալները եւ որևէ հարց չեն բարձրացնում այս ամեն ինչի մասով։ Այսինքն իրենք խաղաղ շարունակում են ապրել, կարծես թե ոչինչ տեղի չի ունենում, բայց այդպես չէ։ Մենք գնում ենք դեպի տոտալիտար պետություն, որտեղ սկզբից այսպես SMS-ներով մարդկանց գործից են հեռացնելու, հետո էլ SMS-ներով մարդիկ ուղակի կորելու են, անհայտ կորելու են այդ մարդիկ, հետո էլ SMS-ներով արդեն մարդասպանություններ եւ այլն։ Այսպես չպետք է լինի։ Մենք կամ պետք է որոշենք, կամ իրավական պետությունում ենք ապրում, որտեղ օրենքը ամենից վեր է, կամ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ տոտալիտարիզմ է։ Եվ մի մարդն է որոշում, թե ինչպես պետք է այդ կյանքը լինի այդ պետությունում, ով հնարավորություն ունի շնչելու կամ չշնչելու, աշխատելու կամ չաշխատելու, այդպես չպետք է լինի։ Երրորդը տեսեք, եթե խոսում ենք սահմանադրության մասին, ապա սա ուղիղ տապալում է սահմանադրության, որովհետև սահմանադրության առաջին կետը արդեն իսկ ասում է, որ չպետք է ոչ եկեղեցին ներքաշվի այդ հարցերի մեջ, որը կապված են քաղաքականության եւ պարլամենտի կամ կառավարության հետ, ոչ էլ հակառակը պետք է տեղ ունենա։ Հիմա տեսեք, իրենք հաճախ ասում են, որ եկեղեցու որոշ սպասարկողները, հոգեվորականները խոսում են քաղաքական թեմաների մասին։ Խոսալը մի բան է, կոչեր անելը կամ ինչ որ կառույցներ ստեղծելը զուգահեռ է քաղաքական կառույցների, դա այլ բան է։ Ներողություն էլի, ուրեմն այսինքն իրենք երկիրը հանձն են, հայրենիքը հանձն են, այդքան զոհեր ունենանք, մեծագույն վտանգի առաջ կանգնեցնեն Հայաստանը, Ադրբեջանը օկուպացնի Հայաստանի սուվերեն տարածքները եւ հայ առաքելական եկեղեցին ուղղակի դիտորդ լինի այս իրականության մեջ, բա զանգերը չղողանջեն, բա առաքելական եկեղեցին իր մտահոգությունը չբարձրաձայնի, բա կաթողիկոսը չխոսի, Արցախի կորստի, Արցախից բռնի, այսպես ցեղասպանության ֆոնի տակ դուրս եկած մեր հայրենակիցների եւ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին։ Անշուշտ, որևէ սահմանափակում չկա այդ հարցում։
Այսինքն հոգևորականները իրավունք ունեն խոսել այս թեմաների մասին եւ իրենք իրենց իրավունքներից օգտվում են։ Իրենք խոսում են այդ թեմաների մասին եւ ես շատ ուրախ եմ, որ մեր հոգևորականները բարձրացնում են այդ թեմաները։ Խոսում են մեր արցախայության իրավունքների մասին, օկուպացված տարածքների մասին են խոսում։ Խոսում են մեր արժեքների մասին, որ այդ արժեքները պետք է մենք պաշտպանենք միասին։ Ինչպես պետք է այլ կերպ լինեն։ Պետք է լռեին եւ ինչպես դուք նշեցիք, դիտորդի պես ասենց հետևեն թե ինչ է տեղի ունենում, չէ, այդպես չպետք է լիներ եւ ես շատ ուրախ եմ, որ այս ամեն ինչը տեղի ունենում։ Բայց տեսեք, ինչպես ես քիչ առաջ նշեցի, եկեղեցին որևէ կոչեր չի անում, օրինակ, եկեք ստեղծենք զուգահեռ պարլամենտ։ Այս պարլամենտը կա, մի հատ էլ ուրիշ պարլամենտ ստեղծենք, կամ ստեղծենք ինչ-որ մարմին, որը կորոշի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, թե չէ։ Այսա խախտում կլիներ, այսպիսի կոչեր չկան։ Բայց հակառակը մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսի կոչեր է անում, այսինքն ինքը տապալում է մեր սահմանադրությունը, որովհետև ինքը իրավունք չունի, որպես կառավարության ղեկավար, իրավունք չունի ինքը բարձրացնել այնպիսի թեմաներ, որոնք վերաբերվում են եկեղեցու ներքին կանոնությանը, ինքը նման իրավունք չունի։ Եթե ինքը ուզում է օգտվել նման իրավունքներից, թող գնա սովորի համապատասխան մարմիններում, թող գնա անցնի այդ ամբողջ տարիների այդ փորձը, սպասարկող դառնա եկեղեցու, հոգևորական դառնա, նոր հետո ներսից թող բարձրացնի այդ թեմաները, բայց ես ավելի քան վստահ եմ ինքը անգամ առաջին փուլը չի անցնի, էլի, որովհետև այնքան խիստ է, ցավոք սրտի, տեսեք, եկեղեցու սպասարկելը, հոգևորական դառնալը շատ խիստ է, եւ դրա համար մենք այսօր ունենք այդ եկեղեցական այսպիսի սպասարկողներ, այսպիսի հոգևորականներ, ովքեր գրագետ են, ովքեր նման թեմաներ են բարձրացնում, ովքեր չեն վախենում այս բոլոր սպառնալիքներից, բայց հակառակը մենք տեսնում ենք, որ քաղաքականության մեջ ով չասես մտնել է, որովհետև որևէ խստություն չկա, ով ցանկանում է մտնում է, ով կուզենա այսօր քաղաքականությամբ է զբաղվում, դառնում է վարչապետ։ Մենք այսօր ունենք մի վարչապետ, որը ոչ կրթություն ունի, ոչ համալսարան է ավարտել, հասարակը ինքը լրագրող է եղել, այն էլ ոչ թե ազնիվ լրագրող, աշխատել է դեղին մամուլում, ինչ չասես գրել է, գումար է դրա համար ստացել։ Հիմա այդ մարդը դարձել է մեր պետության ղեկավարը։ Միթե հայ ազգը չունի այնպիսի զավակներ, որոնք կարող էին դառնալ վարչապետ, եւ Նիկոլ Փաշինյանի նման մի անձնավորությունն է մեր վարչապետը։ Սա գիտեք ինձ համար օրինակ սա ամոթանք է։ Ես ուղղակի ամոթանքով եմ այս ամեն ինչը տեսնում, հետևում այս խնդիրներին, բայց ինձ համար ավելի մեծ ամոթանք է, որ մեր ազգի զգալի մասը լուր հետևում է այս ամեն ինչին, չի ըմբոստանում, դեմ չի կանգնում այս ամեն ինչին։ Պետք է հակառակը տեղ ունենա, որովհետև ես վստահ եմ, որ մեր ազգի մեջ կան կրթված, պրագմատիկ, խելացի եւ քաջ զավակներ, ովքեր կարող են դառնալ մեր ազգի ղեկավարներ, իսկապես ղեկավար դառնալ, այլ ոչ թե այն ինչ այսօր ունենք։ Եվ վերջին հարց, Աննա Հակոբյանը պատրաստվում է Չինաստան մեկնել երկամյա կրթության մագիստրոսական, շատերը սովորակում են փախուստի միջոց, խնդրեմ ձեր տեսակետը։ Կարող է դիտարկվել այդպես, որովհետև արժևում պարլամենտական ընտրություններն են եւ հայտնի չի, թե ինչպես կավարտվեն, ինչպիսի արդյունքներ կլինեն այդ ընտրություններից հետո, եւ ես չեմ բացառում, ես դրա մասին շատ վաղուց եմ նշել, որ երբ որ գա այդ պահը, երբ որ իրենք պարտվեն, հիմա այդ պարտությունը կարող է նաեւ ընտրությունների միջոցով լինի, այդպիսի կարծիքներ կան, այնպես չի, որ ես վստահ եմ, որ ընտրությունների միջոցով կհաջողվի դա իրականացնել, ես այլ մեթոդների կողմնակից եմ, բայց այնուամենայնիվ, եթե ընտրությունների միջոցով հաջողվի պարտությանը մատնել այսօրվա իշխանություններին, ապա ես դրա մասին բազմիցս եմ ասել, այս մարդիկ փախչելու են ուղղակի Հայաստանից, այլ ոչ առնետների պես ուղղակի փախչելու են։ Ուրիշ իրենք ճանապարհ չունեն։ Երկրորդ ճանապարհը իրենց այն է, որ քաջություն իրենց մեջ իրենք կգտնեն, ինչը պակաս է ակնհայտ երևում է, կմնան Հայաստանում եւ օրենքի շրջանակներում պատիժ կկրեն այն ամեն ինչի համար, որ իրենք այս 7 տարվա ընթացքում արել են մեր պետության եւ մեր ազգի դեմ։ Այնտեղ կան դավաճանության քայլեր, այնտեղ կան այլ խախտումներ օրենքների, նույնպես սահմանադրության տապալում կա, այսինքն այս մարդիկ կարող են ցմահ հայտնվել բանտերում։ Հիմա իրենք կարող են կանգնել այդ երկու ընտրության խնդրին, կամ իրենք մնում են Հայաստանում եւ պատիժ են կրելու այս ամեն ինչի համար,
կամ իրենք ուղղակի փախչելու են Հայաստանից։ Եվ ես ավելի քան վստահ եմ, երկրորդ տարբերակը իրենց համար ավելի ընդունելի է, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ կյանքի ընթացքում փախչող են եղել, ինչպես դա 2020 թվականի պատերազմում եղավ, ինչպես դա 2023 թվականին Արցախյան էթնիկ զտումների ժամանակ եղավ, երբ որ լուր հետևում էին, թե ինչպես մեր հայրենակիցներին էթնիկ զտումների են ենթարկում ադրբեջանցիները, այդպես էլ այդ պարտությունից հետո է լինելու, իրենք ուղղակի փախչելու են։ Շնորհակալություն Անդրանիկ, որ համաձայնեցիք այս զրույցին։